Ողջույն բարեկամներ, այսօր My Culinary Versions խոհարարական ալիքի կայքում հիշողությունների շարքից մեր մանկության տորտ արջուկը կլինի հայկական տնային թխվածքների ամենասիրված դասականներից է, այն հայտնի է իր մեղրային փափուկ շերտերով և նուրբ եփովի կրեմով, պատրաստում են նաև թթվասերային կրեմով, երկու կրեմների բաղադրատոմսերն էլ կթողնեմ նկարագրությունների բաժնում։ Հիմա ինչպես պատրաստել իսկական բերանում հալչող արջուկ։ Սկսենք բաղադրիչներից։ Խմորի համար մեզ անհրաժեշտ է կարագ 200 գրամ, շաքարավազ 1 բաժակ, ձու 2 հատ, մեղր 3 ճաշի գթալ, սոդա 1 թեյի գթալ, քացախով հանգեցրած, ալյուր 3-ից 4 բաժակ կամ որքան կտանի խմորը, կակաո 2 ճաշի գթալ, եթե ցանկանում եք, որ շերտերը մուգ գույն ունենան։ Անցնենք եփովի կրեմին, այնուհետև թթվասերային կրեմին։ Ուրեմն եփովի կրեմի համար կես լիտր կաթ, շաքարավազ 1 բաժակ, ալյուր կամ օսլա 3 ճաշի գթալ, կարագ 250 գրամ և վանիլին 10 գրամ բավական է։ Հիմա թթվասերային կրեմի համար թթվասեր 800 գրամ, այստեղ նշել եմ 25-ից 30%-անոց թթվասեր, բայց փորձել եմ, ստացվում է նաև 18-ից 20%-անոց թթվասերով, շաքարի փոշի 130 գրամ, վանիլին 10 գրամ, շոկոլադի քերուկ զարդարման համար։ Պատրաստման ընթացքը։ Կրկին խմորից սկսենք։ Կարագը, շաքարավազը և մեղրը դնում ենք գոլորշու վրա կամ մարմանդ կրակին և հարեցնում ենք մինչև համասեռ զանգված դառնալը։ Ավելացնում ենք սոդան, զանգվածը, որից հետո կսկսի փրփրել և բարձրանալ։ Վերցնում ենք կրակից, մի փոքր հովացնում, ավելացնում ենք ձվերը և արագ հարում։ Աստիճանաբար ավելացնում ենք ալյուրը և կակաոն, մինչև ստացվի ձեռքերին չկպչող փափուկ խմոր։ Խմորը բաժանում ենք 4-ից 5 մասի և թխում 180 աստիճան Ցելսիուսում մոտ 5-ից 7 րոպե, մինչև ոսկեգույն դառնալը։ Սա դնենք մի կողմ, անցնենք եփովի կրեմի պատրաստմանը։ Կաթը, շաքարավազը և ալյուրը խառնում ենք, դնում ենք կրակին և եփում անընդհատ խառնելով, մինչև պնդանա, ստացվում է շիլայանման զանգված։ Թողնում ենք ամբողջությամբ սառչի։ Առանձին ամանում հարում ենք փափուկ կարագը, ապա գթալ ավելացնում սառած եփովի զանգվածը և վանիլինը։ Հիմա մյուս կրեմի մասին, թթվասերային կրեմ, որը ավելի հեշտ է և ինձ ավելի շատ է դուր գալիս, քանի որ յուղայնությունը քիչ է։ Ուրեմն ձեռքի հարիչով կամ գթալով խառնում ենք բոլոր բաղադրիչները և վերջ, եփելու կարիք չկա, նույնիսկ միքսերի կարիք չկա։ Հիմա հավաքենք մեր տորթը։ Շերտերի արանքում քսում ենք կրեմը, վերին շերտի վրա կարող եք լցնել շոկոլադե գլազուր կամ ցանել խմորի փշուրները։ Եվ մեկ խորհուրդ, արջուկը պետք է թողնել սենյակային ջերմաստիճանում առնվազն 5-ից 6 ժամ, ավելի լավ է ամբողջ գիշերը թողնել, որպեսզի շերտերը լավ ներծծվեն կրեմով և դառնան շատ փափուկ։ Այսօրվա համար այսքանը, կհանդիպենք ցտեսություն։